Եվ կարևոր մի բան եմ ուզում ասել ձեզ։ Այսօր մենք խոսել ենք Ռուսաստան։ Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք, որ ես ասում եմ քաղաքապետ, դրանից հետո համատեղ գործարաններ է բացվում Գյումրի քաղաքում, ռուսների հետ միասին։ Երկրի արդյունաբերության 80%-ը վաճառվում է Ռուսաստանում։ Ասում են նորից կավելացնենք, աշխատատեղերը ձեզ հետ կբացենք, բարձրաձայն խոսում եմ ես, մինչև երաշխիք չունենա չէի կարող բարձրաձայնել։ Ինչ մնում է քաղաքում, ունենք 8 հիվանդանոց։ Բոլորը փակվեց, մի հիվանդանոց են բացել։ Էն է ես եմ արել, որ այդ հիվանդանոցը կառուցվել է, լավ իմացեք։ Բացելու ենք երկրորդ հիվանդանոցը եւ երրորդ։ Պետք է լինի քաղաքապատկան։ Այսօր հանրապետությունում գիտեք ինչ հիվանդանոցներ կա, ամեն մեկը մեկին է պատկանում։ Սա լինելու է քաղաքի սեփականությունը։ Շահույթը ստանալու է Գյումրու քաղաքապետարանը։ Ովքեր են որ հնարավորություն չունեն բուժվելու, տունը մահանում են, ուրեմն քաղաքապետարանը տեր է եղնելու եւ այդ մարդկանց անվճար բուժման խնդիրները լուծելու է քաղաքապետարանը։ Ոչ թե մի հատ անհատ քաղաքից եւ երկրից հարուստ է, այլ քաղաքը պետք է ունենա սեփականություն։ Պայմանավորվել եմ Ռուսաստանի հետ, ուրեմն Մոսկվայի լավագույն հիվանդանոցների հետ պայմանագիր ենք կնքում, այնտեղի պրոֆեսորներով, իրենց ազնագազմով եւ այստեղի մեր բժիշկներով բացում ենք հիվանդանոց, մենք կպայմանավորվենք 50 կամ 40-60 կնայենք, թե որս ինչ հիվանդանոցը կառուցելու է Գյումրու քաղաքապետարանը։ Այստեղ երկաթգծի հիվանդանոցը 17 թվականին տվել են Սերմակեշի, մի հատ Սերմակեշ չդենքելով է Սերմակեշ, ինչ տեսնենք սա Սերմակեշն է։ Ուրեմն տվել են դրան 17,000 քառակուսի մետր, 8-ից 10,000 ուրեմն շենք շինությունով։ Պատկերացրեք, որ գործարան պիտի կառուցենք, կողմնակից ենք, բա ուր այդ գործարանը, ուր այդ բանվորները, ինչի չի աշխատում, անցել է մոտավորապես 7-ից 9 տարի, հա, հավանական է 17 թվականին, որ տվել են կան տարի անց է, 8 տարի, ինչի տես չեն եղնում, ջրմուղի ամբողջ ունեցվածքը տվել են Վիոլաջերին, ինձանից հետո ես չէի տալիս, որպես ինչ է տվել 30-ից 50 միլիոն դոլար ժողովրդի ունեցվածքը, ուրեմն այդ Վիոլաջերին, քաղաքի սեփականությունն է, հարուստ կառավարություն լինի, եթե ժողովուրդը չի համաձայնվում, դուք որպես ինչ եք տալիս այդ մեր ունեցվածքը, այս չեղած բյուջեից այդքան գումարը տալիս եք հասկացար Վիոլաջերին։ Ուրեմն ես չգիտեմ տեխնոպարկը քաղաքի սեփականությունն է, անադի թե պետության, գիտեմ որ անադի է, գիտեմ որ անադի է, ուրեմն ստադիոնը քաղաքապետարանից վերցրեցին, տվեցին այդ Շիրակ ֆուտբոլային թիմին, ինչի գումարներ չեն մուծում, ուրեմն մյուսը այն բանը, Թումոն է, հա, Թումո կենտրոնը, Հայաստանի Հանրապետության առաջին թատրոնն է, թատրոնի շենքն է, որտեղ բեմադրվել է 1912 թվականին Անուշ օպերան, վերցրել տվել են այդ Թումոյին, 0 դրամներով, հələ մի հատ նայենք ինչքան գումար են տվել, այսինքն հասկանում ենք։ Կինո հոկտեմբերը ես տվել էի Կինո Մոսկվային մեջը գրել էի, վաճառել էինք, Դոլբի սիստեմով եւ ամեն ինչով մոտավորապես $1 միլիոն ներդրումով, իրանք այդքան ներդրում են արել։ Ուրեմն բոլոր կինոթատրոնները փակվել է, մնացել էր միայն Երևանի եւ Գյումրիի Կինո հոկտեմբերը, որը ավելի շուտ է կառուցվել, քան Կինո Մոսկվան։ Տնօրինության հետ պայմանագիր են կնքել, որ 100 տարի պետք է կինո լինի։ Հիմա մեկը մեկին վաճառել է ու ասում են, թե պետք է ստեղ հյուրանոց սարքենք, ռեստորան սարքենք։ Այս քաղաքապետարանը ինչի տես չի եղնում այդ ունեցվածքին։